Իհարկե ոչ, սիրելիներս, մարդը ոչինչ չի կարող իր հետ տանել, բայց կարող է իրենից առաջ ուղարկել իր ամբողջ ունեցվածքը այնտեղ, որտեղ որ ինքը պիտի գնա, եւ որ գնա, ամեն բան պատրաստ պիտի տեսնի։ Դրա համար է մեր Փրկիչն ասում. ձեր գանձերը դիզեք երկնքում, որտեղ գողերը չեն կարող գողանալ, ցեցն ու ժանգը չեն կարող վնասել։ Տեսնենք ինչ ունեցվածքի մասին է, որ Տերն ասում է երկնքում դիզեք։ Մի գեղեցիկ պատմության փորձեմ նկարագրել։ Մի ժողովուրդ շատ մի լավ սովորություն ուներ։ Ամեն տարի նոր թագավոր են ընտրում 1 տարի ժամկետով։ Երբ 1 տարին լրանում էր, այդ թագավորի վրայից հանում էին իր թագավորական ամբողջ գեղեցիկ արտուզայրը եւ նրա մեկ ուղարկում է մի կղզի, որտեղ այդ մարդը սովից մահանում էր։ Երբ հերթական թագուն ընտրեցին, այս մարդը մտածեց եւ ասաց. ախր ինձանից առաջ ինչ որ եկան ու գնացին, ինչ որ արեցին, իրենց կյանքը ոչնչով չփոխեց։ Ես կարող եմ այս 1 տարին օգտագործել եւ իմ ունեցվածքը տեղափոխել այդ կղզի։ Եվ իր հավատարիմ մարդկանց միջոցով իր ունեցվածքը տեղափոխեց այնտեղ։ Տուն կառուցեց, իր ընտանիքը տեղափոխեց այնտեղ եւ 1 տարին լրացավ ժողովուրդը նրան հանեց։ Տեսան, որ այս մարդը ուրախ է, մյուսների պես վախկոտ ու տխուր չէ։ Հետո հասկացան, այս մարդը գնում է այնտեղ ոչ թե մեռնելու, այլ ապրելու։ Երբ որ գնացին այդ կղզի, տեսան, թե այս մարդը ինչքան իմաստուն կերպով վարվել, շատ շատերն ուզեցին գալ այդ մարդու ստեղծած թագավորության մեջ ապրելու։ Եվ այս մարդը ոչ թե դարձավ ժամանակահար թագավոր, այլ հավիտենական թագավոր։ Ուրեմն մեր կյանքի բոլոր հանգրվանների մեջ մենք ենք մեր կյանքի թագավորը։ Ամեն մարդ ինքն է իր կյանքը տնօրինում այս աշխարհի մեջ։ Հավատա թե չհավատա, իր որոշումներից է կախված, թե իրեն ինչ է սպասում։ Եթե մենք էլ այս իմաստուն թագավորի պես վարվենք, մեր կյանքը ողորմության, բարեգործության, արդարության, սրբության, ճշմարտության մեջ ապրենք, այս բոլոր գանձերը մեզանից առաջ ուղարկենք երկինք, եւ Տերը այնտեղ մեզ համար տուն կկառուցի, երբ որ մենք գնանք այնտեղ, հավիտյան կթագավորենք Տիրոջ հետ։ Եթե մեր տրված ժամանակ այս աշխարհի մեջ, այս ժամանակավոր օգտագործենք մեր վայրեջքների, կռիվների, վեճերի, դավաճանության, սպանության, կեղծիքի մեջ ապրելու համար, բնականաբար մենք էլ երբ որ գնանք, սոված եւ մերկ պիտի մնանք եւ այդ ժամանակ հավիտենական մահով պիտի ապրենք։ Ուրեմն ամեն ինչից առաջ մեր ունեցվածքն ուղարկենք երկինք, թող Տերը մեզ համար տուն կառուցի, երբ որ մենք գնանք այդտեղ, միայնակ չմնանք, այլ մտնենք մեր Տիրոջ ուրախության մեջ եւ հավիտյան թագավորենք նրա հետ։